Հարգելի պարոն Բակոյան, հարգելի ներկաներ, Մարտի 1-ը մեր նորագույն պատմության այն էջերից է, որտեղ մի կողմում քաղաքական կոնկրետ որոշումների շղթա էր, իսկ մյուս կողմում մի ամբողջ հասարակության կոտրված վստահություն պետության հանդեպ, մարդկային 10 կյանք եւ պետության հանդեպ մի նոր խորհուրդ։ Այս քննարկումները ոչ միայն անցյալի մասին են, այլ նաև այն մասին, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում ապագայում տեսնել եւ ինչպիսի Հայաստան ենք մենք կառուցում այսօր։ Այսօր, երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել այդ իրադարձությունները, պետք է արձանագրել մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն։ Պետական ուժի կիրառումը ընդդեմ խաղաղ ցուցարարների երբեք չի կարող հիմնավորվել։ Մարտի 1-ի գիշերվա ընթացքում կիրառված պետական մեխանիզմները դուրս են սահմանադրական վերահսկողությունից։ Սա քաղաքական գնահատական չէ, սա իրավական փաստ է, որի շուրջ տարիներ շարունակ փորձել է ձևավորվել լռություն։ Հատուկ պետք է անդրադառնամ այն ժամանակվա երկրի ղեկավարությանը եւ երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին, որի կողմից արտակարգ դրության սահմանում եւ դրանից բխող ուժի կիրառման կառավարումը իր հետևանքներով դուրս եկան ոչ միայն իրավական դաշտից, այլ խախտեցին իրավական սահմաններ եւ խախտեց սահմանադրություն։ Եվ եթե մենք որպես պետություն չենք արձանագրում այս հանգամանքը, ապա ապագա սերունդներին թողում ենք վտանգավոր նախադեպ, որ իշխանությունը կարող է անպատիժ ուժ կիրառել սեփական քաղաքացիների դեմ։ Մարտի 1-ը նաեւ մարդկային ողբերգություն է։ Այդ օրը զոհված քաղաքացիները ոչ միայն թիվ են, այլ անհատական պատմություններ են, ընտանիքներ են, որոնք մինչ օրս չեն ստացել լիարժեք պատասխան։ Այսօր քննարկված ցանկացած մոտեցում պետք է մնա ոչ թե քաղաքական ամբողջականության մեջ, այլ արդարության վերականգնման տրամաբանության մեջ։ Մեծ հաշվով հարցը մեկն է. ուզում ենք արդյոք ունենալ պետություն, որտեղ ուժը ծառայում է օրենքին, ոչ թե հակառակը։ Մարտի 1-ը մեզ տալիս է ցավոտ, բայց անհրաժեշտ հնարավորություն ձևավորելու պետական ուժի սահմանները, վերահսկելու մեխանիզմները եւ քաղաքացու պաշտպանության երաշխիքները։ Դա պարտք է զոհերի հիշատակի առաջ, պարտք մեր հասարակության առաջ եւ պարտք ապագա Հայաստանի համար։ Եվ այս ամբիոնից հնչեց արդեն մի քանի անգամ եւ նորից կուզենամ դա արձանագրել, մի պարզ իրականություն, որ այն ինչ որ տեղի ունեցավ մարտի 1-ին, դա հենց չէր սկսվել 2007 թվականի նախընտրական փուլից սկսված եւ մնացած փուլերից սկսված։ Սա հոկտեմբերի 27-ի հետևանքներն են, երբ որ այս պետությունը գլխատվեց վերջնականապես, երբ որ այն ուղին, որ ընտրել էր այս ժողովուրդը, կոնկրետ կտրվեց եւ ամեն ինչ վերացավ։ Իմ կոչը հետեւյալն է. եկեք բացահայտենք այս երկու մեծ ողբերգությունները, որովհետեւ եթե չբացահայտենք, մենք ապագայում միգուցե ունենանք նոր մարտի 1-եր եւ նոր հոկտեմբերի 27-եր։ Հոկտեմբերի 27-ը ոչ թե մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը 2003 թվականի կեղծված ընտրություն էր, հոկտեմբերի 27-ը նաև մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը նաև 2005 թվականի կեղծված սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր։ Եվ այն ինչ որ ձևավորել էր հոկտեմբերի 21-ը, արտացոլվում է մինչ այսօր։ Ու մենք դա տեսնում ենք ոչ միայն այստեղ, այլ նաև մեր հասարակության մեջ։ Իմ կոչն է որպես երիտասարդ եւ որպես մի անձ, որ մտահոգված է պետության համար, ով որ ապագայում ուզում է ապրել այստեղ եւ ամուր քայլեր է հողի վրա եւ հպարտանալ, որ ինքը հայ է, ես ուզում եմ ընդամենը մի կոչով դիմել. եկեք տանք շատ ճիշտ պատասխան եւ շատ կողմնորոշիչ պատասխան այս իրադարձություններին եւ թող բոլոր մեղավորները պատժվեն առանց բացառության ու առանց ինչ որ, չգիտեմ, ինչ որ ինչպես են ասում, անգլերեն բառ եմ ուզում ասել, չեմ ուզում ուղղակի ազգային ժողովի ամբողջ անգլերեն բառ օգտագործեմ, առանց ինչ-որ, չգիտեմ, ընթառաջ գնալու եւ մյուսնի։ Շնորհակալություն ընտրված հնարավորության համար։ Շնորհակալություն։ Վերջի ելույթի համար Տիգրան Պարսիլյան, ազգային ժողովի պատգամավոր, համեցեք պարոն Պարսիլյան։